Բարև ձեզ, հարգելի ժողովուրդ, բարև երկիր, բարև ազգ։ 5 տարի առաջ այսօրը սկսեց այսպես կոչված երկրորդ Արցախյան պատերազմը կամ 44-օրյա պատերազմը։ Ես այս հաղորդումը վերնագրեցի հիշատակ արևորդի նահատակներին։ Նահատակները դրանք գաղափարի համար, համոզմունքների համար զոհվածներն են։ Եվ ըստ էության մեր եղբայրները եւ քույրերը զոհվեցին համոզմունքի համար։ Այն համոզմունքի, որը այսօր վերափոխվում է, հերքվում է, վերաֆորմատավորվում է, որպես իրական Հայաստանի կոնցեպտ։ Ինչու՞, որովհետև այդ համոզմունքով կան մարդիկ, ովքեր պետք է պատասխան տան անկախ դատարանի առաջ։ Այդ համոզմունքով, այդ համոզմունքի շարունակությունը ենթադրում է արդարադատության առաջ ծնկի գալ երկու ոտքով, ոչ այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանը ծնկի եկավ ՔՊ ժողովի ժամանակ, մի ոտքով, այսպես խրոխտ ու ծնկի եկավ սեփական կուսակիցների առաջ, որոնց մի մասը հանցակից են Նիկոլ Փաշինյանին։ Բանդայի պարագլուխը ծնկի է գալի մի ոտքով, գիտեք ինչի մի ոտքով, որտեղ դա թատրոն է։ Դա ներողություն չի, դա զղջում չի, դա թատրոն է։ Իսկ թատրոնի մեջ պետք է առաջնորդը վեհ երևա, ոչ թե ծնկի եկած խեղճացած։ Իրականում զղջում ապրողը այդպես վեհ ու խրոխտ չի լինում, գլուխը կախած, մի նկար են դրել, որ հեսա մի լավ լողացան ու կմաքրվեն։ Այն պատասխանատվությունից, որը իրանք չեն տվել ու որին չեն ենթարկվել։ Ես այս հաղորդումն անում եմ մի քանի հարցերի պատասխանելու համար։ Բայց այդ հարցերին միջև գալը եկեք սկսենք 18 թվականից։ Սրա մասին բազմիցս խոսվել է։ Բայց 18 թվականին Սերժ Սարգսյանը, երբ իշխանությունը տալիս էր, հանձնում էր Նիկոլ Փաշինյանին որոշակի բեմականացմամբ, հենց այդ ժամանակ եմ ես ասել, հենց իր հրաժարական տալու օրն եմ ասել, թե հաջորդ օրը, որ սա բեմականացում է, բայց ես կարծում էի, որ լավ նպատակներով բեմականացում, ոչ թե ծուղակ, որի մեջ պիտի գցեն ազգին մոլորեցնելով մի ամբողջ ժողովուրդ։ Հենց նույն այդ ժամանակ թուրք ադրբեջանական զորավարժություններ էին։ Նախիջևանում, Ադրբեջանում, չգիտեմ ովքեր կհիշեն։ Այդ զորավարժությունները ավարտվեցին, չգիտեմ ովքեր կհիշեն, Բաքվի ամբողջական հոսանքազրկումով, որը տևեց ահագին ժամեր, հետո հոսանքը վերականգնեցին ու էլի նորից եղավ հոսանքազրկում։ Այդ ժամանակ իմ կարծիքով դա ակնարկ էր ինչ-որ ուժերի կողմից, որոնք արգելակում էին Ադրբեջանին, ասում էին ոչ հիմա ժամանակը չի։ Նրանք զորավարժությունով սպառնում էին Հայաստանին եւ Արցախին, ու ինչ-որ մեկը, իմ կարծիքով, Բաքուն տոտալ մետրոներով ամեն ինչով տոտալ հոսանքազրկելով նշան էր անում, որ դրա ժամանակը չի։
Իսկ ես կարծում եմ, որ եկել էր ժամանակը, որ Սերժ Սարգսյանը պետքա առնվազն 5 գրաված կամ ազատագրված, ինչպես կուզեք անունը դրեք, շրջանները պիտի վերադարձներ։ Ու Սերժ Սարգսյանը մինչ այդ արդեն վերադարձնելու առիթ ունեցել է 2016 թվականին, երբ եղավ Սասնա-Ծռեր ՊՊԾ գնդի գրավում օպերացիան, որը ինձ համար ոչ մինչև վերջ հասկանալի է, բայց որ այդտեղ կա ավանտյուրա, աֆյորա, դա հասկանալի է։ Բայց կոնկրետ ինչու՞մ է սխալը, ինչու՞մ է սուտը, իսկ որն է ճիշտը, ամբողջական եւ այսպես դետալավորված ես չգիտեմ։ Չեմ հասկանում, բայց հասկանում եմ, որ այնտեղ մեծ կեղծիք կա։ Կազմակերպիչների մակարդակում։ Ահա իշխանությունը տրվեց Նիկոլ Փաշինյանին, որով եւս 2 տարի ժամանակ շահեց Հայաստանը, Հայությունը, Արցախը։ Եվս 2 տարի ժամանակ շահեց։ Ու Նիկոլ Փաշինյանը քաջ գիտակցելով, որ պիտի վերադարձնի աշխարհի գերհզորները Ռուսաստան, Ամերիկա, Ֆրանսիա, ասում են պիտի 10, Թուրքիա, Ադրբեջան, ասում են պիտի 10, առանց կարգավիճակի որոշման Արցախի կարգավիճակի, պիտի 10 եւ վերջ, իսկ ավելի ստույգ կարգավիճակը պիտի լինի Ադրբեջանի կազմում, եթե հիմա չեք կարող գնալ ձեր ժողովրդին ասել, բացի Լևոն Տեր-Պետրոսյանից ոչ ոք չի համարձակվի դա գա եւ ասի ժողովրդին։ Մնացած բոլոր նախագահները դա չեն համարձակվել գան եւ ասեն ժողովրդին։ Եվ իբրև թե բանակցել են ինչ-որ բան, ինչ են բանակցել ես էլ չգիտեմ։ Վերջը, դա չի էական։ Էական, որ Սերժ Սարգսյանը խուսափեց, այստեղ Ռոբերտ Քոչարյանը չի արդարանում, Ռոբերտ Քոչարյանն էլ Սերժ Սարգսյանի ու Վազգեն Սարգսյանի հետ պալատական հեղաշրջումով կասեցրին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից պատրաստակամությունը այդ հարցը լուծելու։ Եվ հետո էլ երբեք չունեցան այն հնարավորությունը, որ ժամանակին ուներ Հայաստանը, Արցախը Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, փուլային տարբերակով։ Կարելի է սրանից էլ ավելի առաջ գնալ, Լևոն Տեր-Պետրոսյանին էլ առանձին մեղադրել, բայց գանք մեր օրեր։ Նիկոլ Փաշինյանին պատերազմը սկսելուց դեռ էական ժամանակ առաջ զեկուցվել է, որ հայկական բանակը կապ չունի Հայաստանինն է, թե պաշտպանության բանակն է Լեռնային Ղարաբաղի, դա կապ չունի։ Պատերազմի հնարավորություն չունի, պատերազմելու ունակություն չունի։ Եթե չեմ սխալվում, մոտավորապես այսպիսի տվյալներ է հաղորդվել Նիկոլ Փաշինյանին։ Արցախյան ճակատում բանակը կարա դիմանա 7 օր, եթե Նախիջևանից էլ ճակատ բացեն ադրբեջանցիները եւ թուրքերը, բանակը կարող է դիմանալ 3 օր։ Ոչ ավել։ Սա այն ժամանակահատվածն է, որը տրված է քաղաքական իշխանություններին, գերագույն գլխավոր հրամանատարին որոշում կայացնելու եւ մեր ապագա քաղաքականությունը որոշելու։ Այստեղ շատ կարևոր մի հարցի պիտի անդրադառնամ, որը հարցերից մեկն է, ոչ առաջինը, բայց կարևորը։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը կանգնում ասում է, ես ժողովրդին հարցրի, ասեցի ուզում եք, սենց միայն համբալը կարա խոսա, որովհետև եթե պիտի ամեն նման պահի պետական գործիչը, գերագույն գլխավոր հրամանատարը ֆրասի ուզում եք, բայց ինչի են քեզ ընտրել, այսինքն դու որոշում կայացնելու ունակ չես, դեգեներատ, ում ես հարցնում, ուսուցիչը աշակերտներին է հարցնում, ուզում եք այս դասը սովորեք, ուզում եք քննություն հանձնեք,
Ոչ, ուսուցիչը գիտի պիտի այդ քննությունը հանձնեն, որպեսզի ավարտեն ու գնան ենթադրենք հետագա իրանց կյանքը շարունակեն։ Եվ չի հարցնում, ուզում եք, այլ որոշում է թե ինչ քննություն, ինչ հարցաշարով եւ ինչ ծրագրով պիտի հանձնեն։ Հանձնելու են այսօր թե 6 ամսից։ Բոլոր նրանք Նիկոլ Փաշինյանի պաշտպանները, ովքեր ասում են, Նիկոլ Փաշինյանը ժողովրդին հարցրեց, ուզում եք կանգնեցնեն պատերազմը։ Նիկոլ Փաշինյանը կարա՞ր այդ ժողովրդին, ինչպես խոստացել էր, մի ոչ շուտ հարցներ, ոչ թե պատերազմի օրը, պատերազմը սկսելուց հետո։ Նիկոլ Փաշինյանը պիտի հարցներ, ուզում եք 5 շրջան վերադարձնենք, որտեղ եթե 7 օրից ավել տևեց պատերազմը, իսկ Նախիջևանից ճակատ բացելու դեպքում 3 օրից ավել տևեց պատերազմը, կորցնելու ենք ամեն ինչ։ Կարար սա ասել։ Պարտավոր էր սա ասել։ Չէ, ուրեմն չպետք է հարցներ։ Իսկ եթե հարցնում ես, ուրեմն ասա ամբողջ ճշմարտությունը, որ քեզ պատասխանողը մտածված, գիտակցված, պատասխանատու կերպով ասի իր գնահատականը կամ կարծիքը։ Մի կողմ թողնենք, որ ժողովրդից կարծիքը հարցնում են մի ճանապարհով, հանրաքվե։ Պետություններում, ոչ թե ցեղախմբերում, պետություններում ժողովրդից կարծիք հարցնելու մի ձև կա։ Հանրաքվե, ինստիտուցիոնալ եղանակ։ Իսկ եթե ցեղախումբը կարան հավաքվեն կրակի շուրջ ու ոչդը գիշերը հարցնի, կրակի շուրջ հավաքվածներ այսպես պատասխանեն։ Իրանց կարծիքը հայտնեն։ Ուրեմն սա առաջի դրվագը, ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հարցնելուն ժողովրդին։ Գլուխդ պատով ես տվել, թե հարցրել ես։ Բժշկության մեջ այսպիսի բան կա, սա շատ կարևոր կետ է, ես ուզում եմ մենք լինենք գիտակցված։ Իմ ընկերներն ասում են, Հայկ, դու հաճախ ժողովրդի ինտելեկտին ես հղում անում, այնինչ հույզերին պետք է հղում անես։ Պիտի հենվես ոչ թե մարդկանց ինտելեկտի, այլ հուզականության վրա։ Ինչ անեմ, ես էլ այսպիսին եմ։ Ինտելեկտով եմ կարողանում հաղորդակցվել։ Հույզերով էլ կարամ, բայց դա լուրջ խոսակցություն չի լինի արդեն։ Բժիշկը երբ որ պացիենտին ասում է, ուզում ես այս բուժումը կամ այս վիրահատությունը եւ նա ասում է, չէ, բժիշկը պարտավոր է պացիենտին ներկայացնի այդ վիրահատության ձևը, եղանակը, դրա կողմնակի ազդեցությունները, հնարավոր ռիսկերը, ամեն ինչ։ Հրաժարվելու դեպքում ինչա լինում, այդ ամեն ինչն էլ պիտի ներկայացնի։ Ու նոր ստորագրություն է դնում հիվանդը, որը կոչվում է տեղեկացված համաձայնություն։ Ուշադիր, կոչվում է տեղեկացված համաձայնություն։ Եթե օդի մեջ ասում է չէ, չեմ ուզում, չես կարող ասես դե ստորագրի։ Նա պիտի տեղեկացված լինի, որ ասի ուզում է, թե չի ուզում։ Իմ ընկերս վիրաբույժ Մոսկվայում մի կլինիկայում էր աշխատում, որտեղ կար այսպիսի կարգ։ Ասում է գալիս է պացիենտը, խոսում է վիրաբույժը, բժիշկները բացատրում են եւ ենթադրենք նա ասում է ոչ, չեմ ուզում։ Տեղեկացված համաձայնություն է տալի կամ անհամաձայնություն է տալի, որ չեմ ուզում վիրահատվեմ։ Ասում է այդ պացիենտին չեն թողնում ստորագրի գնա։ Կանչում են ամբողջ հիվանդանոցի պատասխանատու հերթապահին, ով սովորաբար լինում է գիտությունների դոկտոր կամ թեկնածու, պրոֆեսոր կամ դոցենտ։ Գալիս է պրոֆեսորը, ամբողջ հիվանդանոցի պատասխանատուն։ Նա միշտ լինում է տարիքով ավելի ավագ, ավելի բարձր փորձառությամբ, ու նա է փորձում բացատրի, համոզի, հիմնավորի, սովորացնի պացիենտին, որ տվյալ միջամտությունը, վիրահատությունը անհրաժեշտ է իր առողջության եւ կյանքի համար։ Եվ եթե նրան էլ պացիենտը ասում է ոչ, չեմ ուզում, հրաժարվում եմ, ընկերս ասում է էլի չեն թողում ստորագրի, կանչում են հիվանդանոցի հոգեբուժին,
հերթապահ հոգեբուժ կա, այդպիսի հաստիքով, ով գալիս է եւ գնահատում է արդյոք տվյալ պացիենտը մեղսունակ է, ողջամիտ է, արդյոք ապրումների, էմոցիաների տակ չի, արդյոք նրա չհամաձայնվելը, հրաժարվելը ադեկվատ սթափ հոգեվիճակում եւ գիտակցականում է։ Կարող է մարդը հուզված է, կարող է հարբած է, կարող է մի ուրիշ բան կա։ Եվ միայն երբ հոգեբուժը գնահատում է, որ տվյալ պացիենտը ադեկվատ է որոշում կայացնելու համար, այսինքն հրաժարվելու համար տվյալ միջամտությունից, նոր պացիենտը ստորագրում է, որ ինքը հրաժարվում է այդ միջամտությունից ու գնում է տուն, կամ ուր որ գնում է, ուրիշ հիվանդանոց եւ այլն։ Իմացաք ինչ է նշանակում տեղեկացված համաձայնություն պատերազմելու ժողովրդի կողմից։ Ուրեմն առաջի կետ, մարդիկ գործադիր իշխանության ղեկավար են ընտրում վարչապետ կամ նախագահ, որպեսզի նա պատասխանատվություն վերցնի իր վրա նման հարցերի ժամանակ։ Դրա համար գերագույն հրամանատար է կոչվում, ոչ միայն քաղաքացիական, այլ նաև զորքերի։ Նամանավանդ երբ որ ռազմական դրություն է, եւ չեն կանգնում ժողովրդին, հələ լայքեր տենամ, լայքերն են շատ, թե դիսլայքերն են շատ, նոր որոշեմ, կամ հանրաքվեի եմ դնում։ Երկրորդ, տվյալ պացիենտը պիտի տեղեկացված լինի, իսկ պացիենտը, ժողովուրդը տեղեկացված էր, որ դու 3-ից 7 օր դիմադրելու պոտենցիալ ունես եւ ոչ մի վայրկյան ավել, որ դրանից ավել պատերազմը շարունակվելու դեպքում մենք կորցնելու ենք ավելի ու ավելի դառնալի ու անդառնալի կորուստներով։ Տեղյակ եք, որ հիմա Նիկոլի պաշտպաններ առաջ եկեք ինչ որ բաներ եք փորձում հիմնավորել։ Ոչ, տեղյակ չէր։ Նիկոլի ստատուսն է այդ օրվա անվտանգության խորհրդի նիստ ենք անում, դրանից հետո ազգային ժողովում ելույթ ունեցել։ Հիմա հարց։ Անվտանգության խորհրդի նիստում ինչ է զեկուցվել։ Եղել է արդյոք այնտեղ բանակի հրամանատարությունը, իհարկե եղել է։ Եվ ինչ են ասել, պաշտպանության նախարարը ինչ են ասել։ Հրապարակեք, ես չեմ ասում, թղթերը հրապարակեք, թե Մինսկի խումբը ինչ էր ձեզ առաջարկում 19 թվականին, որից դուք հրաժարվել եք։ Դուք ինձ հրապարակեք անվտանգության խորհրդի նիստի ձեր զրույցն ու եզրահանգումը։ Ինչ էին ասում այդտեղ։ Կփրթենք, թափենք, պրոբլեմ չկա, հա։ Թեկուզ ազգային ժողովում հիմա վիդեո են տարածում, որտեղ Էդմոն Մանուկյանը կամ ասա վայ մամա ջան, ԲՀԿ-ից մի խոսքով Զոհրաբյանը, Նաիրա Զոհրաբյանը ասում են, որ պետք է պատերազմենք եւ այլ եւ այլն։ Իա։ Դուք ներկայացրել եք ազգային ժողովին, որ մենք չունենք պատերազմելու պոտենցիալ, որ այն ամբողջ լեգենդը տարածաշրջանի ամենամարտունակ բանակի մասին վաղուց իրականությանը չի համապատասխանում։ Դուք դա ներկայացրել եք։ Ոչ, այսինքն ձեր այդ պահին դեմոկրատիա խաղալը ընդամենը մանիպուլյացիայի ձև է եղել։ Ընդամենը մանիպուլյացիայի ձև։ Ու դուք քաջ գիտակցելով, որ մենք մտնում ենք մեծ հարվածի տակ ու լինելու է բացառապես կորուստներ ու ոչինչ չենք շահելու, հայտարարել եք, պարոն Փաշինյան։ Ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչի։ Դուք արդեն գիտեիք ինչա լինելու։ Դա փաստագրված է։ Ավելի ուշ դուք ասել էիք, հայտարարել եք, եթե ասեի ողջ ճշմարտությունը, եթե չէի կարող, ես ինքս ինձ չէի կարող ասել եք, այսինքն կար թաքցված ճշմարտություն։ Մի ուրիշ առիթով ասել եք, եթե
տայինք էլի նույններ լինելու պարզապես առանց պատերազմի։ Այն գլխից կարելի է սենց արդյունքը հասնել առանց պատերազմի։ Մի ուրիշ դեպքում ասել եք, որ ձեզ դավաճան կասեին, եթե դուք վարվեիք ողջամիտ adekvat։ Դուք իմացել եք, ինչի տակ եք մտցնում երկիրը։ Զինվորականները, ծայրահեղ հայրենասերները կամ ծայրահեղական հայրենասերները կարող են ոգևորությունից ելնելով կամ որպես մարդիկ պատրաստ լինեն ցանկացած դեպքում իրենց կյանքը նվիրաբերել, բայց դուք իրավունք ունեք նրանց կյանքի հետ այդ տեսակ մանիպուլյացիաներ անել։ Եթե գիտեք, որ հեռանկար չկա, 2 տարի ժամանակ եք ունեցել, որևէ էական դրական տեղաշարժ չեք արել, բացի այդ կլուբնիկներից, մեկ է սուրերից, որոնք չէին կրակում, թռնեին էլ օդի մեջ խոցվելու էին։ 2 տարի ոչինչ չեք արել, ոչինչ, իսկ դուք եղել եք 2 տարի բանակի գլխավոր պատասխանատուն, վարչապետը։ Մի ուրիշ հարց, իսկ ժողովուրդը կներեր, եթե Նիկոլ Փաշինյանը զիջումներ աներ առանց պատերազմի։ Ասենք թե չէր ների, եւ հիմա Նիկոլի քամագն ավելի կարևոր, թե մի քանի հազար երիտասարդի կյանքը ու նրանց ընտանիքների ողբերգությունը։ Որն ավելի, ու մի ամբողջ ազգի կոտրված ողնաշարը, որն ավելի կարևոր։ Մի ուրիշ փաստարկ, այն ամբողջ փաստարկները, հիմնավորումները, որ Նիկոլ Փաշինյանը բերել է պատերազմից հետո, սկսած բանակի վիճակից, փաստաթղթային բազայից, միջազգային դրությունից եւ այլն եւ այլն եւ այլն։ Այդ ամենը չէիք կարող մինչև պատերազմը ներկայացնեիք։ Եթե դու պատերազմը տալուց հետո կարող եք մարսել դա, փորձեիք դա անել մինչև պատերազմը, նույն ձև ժողովրդին ներկայացնեիք, որ ամեն ինչ վաղուց տրված է, ամեն ինչ վաղուց պայմանավորված է, հրապարակեիք այդ թղթերը, հիմնավորեիք մինչև պատերազմը եւ բանակը պահեիք այսօր Սյունիքի անառիկությունը ապահովելու համար, առանց ազգի ողնաշարը կոտրելու։ Գնայք այդ միջանկյալ վիճակին, մեկ այլ ստատուս քվոյի, ոչ թե միջանկյալ կարգավիճակի, այլ միջանկյալ վիճակին, միջանկյալ կարգավիճակ չի էլ առաջարկվել։ Գնայք դրան։ 16 թվականին Լուկաշենկոն Սերժ Սարգսյանին ասում է, թող ռուսական խաղաղապահները մտցնենք այդ 5 շրջանները տակ։ Պարոն Սերժ Սարգսյան, թողեիք, ուրիշ բան կարայիք անեիք ավելի լավ, ոչ, արևմուտքն ասում էր չթողեք։ Արևմուտքի եւ Ռուսաստանի բախման մեջ մենք տաշեղ եղանք, տրականք, բեկորների բաժանվանք ու գնացինք։ Ինչ էիք մտել արևմուտք Ռուսաստան այդ պայքարի մեջ, ինչի էիք արևմուտքի պայքարն անում Ռուսաստանի դեմ դուրս գալիս, ձերին չին էր պետք, նույնը Նիկոլ Փաշինյանն արել։ Միտեղ հայտարարում են, որ Պուտինին առաջի անգամ զանգել է Պուտինի ծննդյան օրը, պատերազմը սկսելուց հետո առաջին անգամ Պուտինին զանգել է Պուտինի ծննդյան օրը, դա երբ էր, եթե չեմ սխալվում հոկտեմբերի 7-ին, պատերազմից 10 օր հետո, բա 10 օրում հետ էիր խոսում, 10 օր միջազգային որքեր Մակրոնի ու պետդեպի ԱՄՆ, և ինչ էիր խոսում 7-10 օր, ինչ էիր խոսում, Պուտինը քխա, փիսնա, Ռուսաստանը վատնա, այ ընկեր, կոնկրետ մեր հարցնա, ոչ Ռուսաստանի հարցնա, ոչ Ամերիկայի ու Մակրոնի, մեր հարցնա, մեր հարցն էր, դու մեր շահերի պաշտպանն էր, դու էլ Սերժն էլ քեզանից առաջ, դուք մեր շահերի պաշտպանն եք, թե Արևմուտքի ու Ռուսաստանի։ Եվ առաջի անգամ Պուտինի ծննդյան օրը զանգում շնորհավորում է, ձեռի հետ ասում է, բա սենց է վիճակը։ Անկախ էիր խաղում, բան չէր այդքան կախման մեջ,
Մակրոնից ու պետդեպարտամենտից ԱՄՆ։ Եվ ինչ արեց Մակրոնն ու ԱՄՆ պետդեպը, կանգնեցրեց պատերազմը։ Իսկ Պուտինը առնվազն հոկտեմբերի 19-ի համար, երբ զոհերի կեսն էինք տվել այն ընդհանուրի, որ հետո պիտի լինի, մինչև 44 օրի ավարտը, էլի առաջարկել է։ Ու ըստ Պուտինի ինչ որ արևմուտքը, թե Մակրոնը ավելի լավ բան է իբր թե առաջարկե, դուք հրաժարվել եք, հետո գնացել եք Միացյալ Նահանգներ ու Միացյալ Նահանգներում 3 մատի կոմբինացիա ստանալուց հետո վերադառնում եք, երբ որ արդեն Շուշի են ձեզնից ուզում։ Ու սպասում եք, թե Շուշին երբ պիտի գրավեն, որտեվ էդ էին ուզում, Ռուսաստանը էդ է խոսացել։ Ցավոտ զիջումների ձեր հայտարարությունը հիշում եք պարոն վարչապետ, ժողովուրդը դժգոհեց, որտեղ դուք եք նաստրոյննարե հաղթելու ենք, դուք եք խոստացել հաղթելու ենք, իմանալով որ շանս չունենք։ Ու մեղադրում են արցախցիներից, որ ահա արցախցիները փախնում, գալիս էին, չէին մնում, չէին կռվում, հանեց զոհերի քանակով նայեք, թե բնակչության պրոպորցիայով ինչքան զոհ են տվել արցախցիները, հետո խոսեք, կռվում էին, թե ինչ էին անում։ Մարդկանց տանում էիք այնտեղ անտեր թողում, հետո առանց բանի դատու դատաստանի, որպես դասալիկ ուղևորում, ճամփու դնում դեպի Մայր Հայաստան, որտեղ մարդիկ գալու ասում էին ինչա կատարվում։ Ու այդ ոգևորության ալիքը նստում էր։ Պետական ծրագիր չէր, պարտվելուն ուղված։ Պետական ծրագիր չէր, բարոյալքել սեփական ժողովրդին, ինտերնետը չանջատել, չմոբիլիզացնել, ուժերը։ Ես ձեզ չեմ մեղադրում թույլ երկրի առաջնորդ լինելու մեջ, որը տասնյակ տարիներ թուլացրել են ձեզանից առաջ եղած սրիկաները, ներքին թշնամու հետ համագործակցելով, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, ինչ որ տեղել եւ ինչ որ չափով էլ Լևոն Տեր-Պետրոսյան։ Ես դրա մեջ չեմ ձեզ մեղադրում, ես մեղադրում եմ մեզ խաբելու մեջ։ Հրաժարական տայիք, տեսակ ինչի առաջ եք կանգնել, հրաժարական տայիք, այդքան քաղցրեր իշխանությունը, այդքան քաղցրեր, հրաժարական տայիք, չմտնեիք դրա տակ, Կարեն Կարապետյանը ոչ չմտավ դրա տակ, չէր կարա Կարեն Կարապետյանը վերցներ Սերժ Սարգսյանից իշխանությունը, քաջ գիտակցելով, որ Իրանն է արդեն, այդ հեղափոխության բողոքի ալիքի արդյունքում Կարեն Կարապետյանը լիներ վարչապետ, Սերժի նախագահության օրոք վարչապետ, եւ վերջ, բայց ինչի չվերցրեց Կարեն Կարապետյանը այդ բեռը, որովհետեւ իդիոտ չէր, որտեղ մանյակ չէր, հոգեկան առողջության լրջագույն խնդիրներ չուներ, մանյակ չէր։ Դու էլ հրաժարվեիր, բայց դու մանյակ ես, դու ոնց կհրաժարվեիր։ Քեզ հանդուրժել ենք, ընտրված ես եղել, ճար չունեինք, գոնե 21 թվին, հանդուրժել ենք, ասել ենք, գոնե Զանգեզուրի հարցը անառիկ, անձեռնմխելի կպահի։ Գնացիր Ամերիկա, անխոչնդոտ ճանապարհ խոստվեցիր։ Դու կդրվել ես քնությունից, համբալ։ Դու քո հետի այդ եզերն էլ հետը, տղեկ դատարանի առաջ եք կանգնելու։ Աղջիկների համար այդ բանը չեմ ասի, բայց տղեկ դուք դատարանի առաջ եք կանգնելու։ Ու արդարադատությունա ձեր հանդեպ լնելու։ Հելեկոտ իջնեք ցած։ Այս ազգը ձեզ արդարադատությանա ենթարկելու, չեք պատկերացնում։ Մինչև այդ ասումա չեր կարա ասեր, ես լինեի ինչ կանեի, կհավաքեի նախագահներին, կխոսայի, կձայնագրեի, կքննարկեի, ամբողջ այդ ինչ անենք, ոնց անենք միասին,
խոստանայի ինչ-որ ոսկե սարեր իրանց, ին վրա կվերցնեի, ու ծայրից ծայր կքննարկեի ինչ ենք անում, այդ ամբողջ քննարկման ժամանակ պարզա լիքը բան կխոսացվեր, որ վիճակը փակուղային է, էսային է, ճիշտ է, կմնալ ին վրա կասեի, հա ես եմ, հանձնում եմ, վсё, դուք մաքուր եք, հետո կհրապարակեի էդի, ամբողջ ժողովրդին, կասեի տեսեք, որ նախագահներն իրանք են, այդ մտքին, որ վարիանտ չկա, եթե նախագահները չվերկենային ու չասեին, որ ժողովուրդ, այս համբալը պտի հանձնի, բայց ըստ էության այլ ընտրանք չկա, ես այդ գաղթի ձայնագրությունները կհրապարակեի։ Միշտ կա լուծում, առավել ևս ընդեղ լնես ու լուծում չունենաս, մանյակ, էլ ինչ կա, որ սրանք խոսում են, իբրև արդարացում, ձեզ արդարացում չկա, դուք գիտակցված, իմանալով, որ բանակը ի վիճակի չի, երկիրը ի վիճակի չի մեծ պատերազմի, գնացել եք այդ պատերազմին դավաճան չկոչվելու համար, հիմա էլ հետույքները ճղելով ապացուցում եք, որ դա այդպես է, ու դրա համար էլ Սերժենց եք պահել, Քոչարյանենց եք պահել քաղաքական դաշտում որպես ձեր մրցակից Ախոյան, որ նրանց ֆոնին դուք լավ տղա երևաք, բայց դուք Մանասյան Հայկի ֆոնին շատ լախ եք։ Դրա համար Մանասյան Հայկին չեք թողի գա առաջի պլան։ Բլոկ կանեք լրիվ լրատվամիջոցներով, դուք էլ նրանք էլ ձեր հետ։ Նախկիններն էլ ձեր հետ։ Որովհետև դուք ինպես տղեկի ֆոնին շատ լախ եք։ Նիկոլենք արտաքին թռչնամու հետ համագործակցելով երկիրը տուրն են տվել, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան ներքին, այդ թվում որոշ չափով նաև Լևոն Տեր-Պետրոսյան, ներքին թշնամու հետ համագործակցելով երկիրը տուրն են տվել։ Արտաքին թշնամին Ադրբեջանն ու Թուրքիերն էին, հիմա էլ են, ներքին թշնամին գող ավազակ թալանչի կաշառակեր մորթապաշտ բանակից թռած ով ասես։ Ու հիմա Նիկոլենք Սերժով մեզ վախացնելով, ներքին թշնամով մեզ վախացնելով, արտաքին թշնամուն են գնաց այդ տակը պարկե, Սերժենք էլ արտաքին թշնամիով մեզ վախացնելով, գնաց է ներքին թշնամու հետ էին համագործակցում ու հանցակցում։ Էս է իրականությունը։ 18 թվին եկել էր հանձնելու պահը, ստիպված գցեց Նիկոլի վրա, որ ինքը պրզնի։ Նիկոլը ձգեց մտավ պատերազմի մեջ հույսով, որ մի շաբաթում պատերազմը կպրծնի, ինքն էլ այդ 5 շրջանա, 7 շրջանա, չգիտեմ, կտա, կասի դե էս է, ստիպված։ Պատերազմը սկսավ, Նիկոլը տեսավ, որ պատերազմը չի պրծնելու, Ալիևը կանգ չի առնելու, ոչ Մակրոնն է կարում, ոչ էլ իր պետդեպարտամենտն է ԱՄՆ-ի կանգնացնում այդ պատերազմը, որտեղ նրանց այդ պատերազմը կանգնացնել պետք չի, նրանք պետք է դեռ Միջին Ասիայից դեպի Եվրոպա էներգակիրներ արտահանեն։ Գոբլի պլան հլեն թվից, Օզալի պլան 92 թվականից։ Նրանք այդ պլանը պետք է իրականացնեն։ Իսկ դրա համար պետք է որ Ղարաբաղի հարցը դուրս գա տարածաշրջանից։ Իսկ դրա համար պետք է որ այս հորթը համոզված հույսը իրանց վրա կապի։ Պատերազմը չկայնացրեց։ Մակրոնն ու Ամերիկան։ Ռուսներն ասին, մենք մեր իրանց շահերի համար, իրանք շահերը, որոշակի պայմաններով կարան։ Ոչ մի դեպքում չհամաձայնվել։ Չհամաձայնվեց։ Վերջում մեկը համաձայնվեց։ Բա միջև վերջ չհամաձայնվեիր։ Դե հենց տենց էլ եղավ, միջև վերջ չհամաձայնվավ։ Վերջում ի հեճուկս քեզ ռուսները Ադրբեջանի հետ էդի արեցին։ Ի հեճուկս քեզ ու քո Մակրոնու պետդեպերի։
դուք հանցանք եք գործը, բոլորդ իրար հետ, հայ ազգի, հայոց պետականության առաջ դուք հանցագործներ եք, սա քաղաքական գնահատականը, սրա իրավական գնահատականը կտա անկախ դատարանը, արդարադատության առաջ դուք կանգնելու եք, ու այս ձեր թույլ տված գործողություններն ու անգործությունը վաղեմության ժամկետ չունեն, չեք ազատվելու դրանից, ինչքան էլ համակիր ունենաք, ինչքան էլ ելնեք սկսեք ինձ սևացնել ու իմ պեսներից սևացնել, ինչքան էլ իրար դեմ դուս գաք իրար փնովեք մթամ թե դուք եք այս երկրի քաղաքական էլիտան, կողխեմ ձերպես էլիտան, հիմա էլ ծնկի ագալի հայոց սնուցող մայրեր, այ պիղծ, ինչ անուն տալիս ես պղծվում է բերանիդ մեջ, ինչ հայոց, Հայաստանի, հայոց էլ չի ասում, Հայաստանի, էլ հայոց չկա, հայոց լեզուն ինչ է, Հայաստանի լեզու է, համբալ, հիմա այդ պասերով ընտրությունների են պատրաստվում, նրանք իմպիչմենտ են սկսել, նրանք էլ իբր թե չեն ուզում, հեսա մտածում են արտահերթի գնան թե չէ, այսօր Սերժականները, երեք Քոչարյանականներն էլ միացան, ու Նիկոլը պասերով ուզում են արտահերթի գնան, արտահերթ հիմա Նիկոլենց է որոշելիքը, Քոչարյանենք վերջնականապես որոշեցին միացան, հիմա Նիկոլենց վրա է հույսը, Նիկոլենքը գցում բռնում են, գնան արտահերթի թե չգնան, չեք ջոգում ինչա կատարվում, մինչև այսով իրեքով իրար հետ պասերով խաղում են, մինչև այսօր, Նիկոլը խոսեց արտահերթի մասին, իրանց կուսակցական ժողովին, հելան ասում հա դրա մասին խոսացել ենք, ինչ, որովհետև գիտի մինչև հունիս եկող տարվա կարող է չձգեն, այս իրանց ռեյտինգից կարող է ռտարն էլ չմնա, Ընդ արանքը եվրոպացիներ պետք է բերեն բան, համաժողով պետք է անեն, դրանով մի քիչ ռեյտինգ պետք է ապահովեն, բայց այդ ընտրություններից մի ամիս առաջ է, կարող է այդ էֆեկտը չտա։ Ու հիմա Սերժը, երեք միացան Քոչարյանականները, Սերժականները, երեք միացան Քոչարյան, հիմա էլ Նիկոլենք սպասում են արտահերթի գնան թե չէ, իմպիչմենտ են անում, նայում ես ողջամիտ չի, չէ, ինչ իմպիչմենտ, այ մարդ Ով կգա ձեր հետ կքվյարկի, Նիկոլը քանի հոգի ապետ, կուղարկի կասի գնացեք կվյարկեք էտանք արտահերթի, հասկանում եք ինչ են բերում միջև այսօր մեր գլխին, այսենց, այս շիտեղ դրած քշում են, նախրիտեղ դրած քշում են, Էսել հոկտեմբերի 1-ին, հոկտեմբերի 1 20 թվական, ԱԱՑ-ի տարածած, էսել վիդեոյի հղումը, հեսա վիդեոն կդնեմ կտեսնեք, էսել ԱԱՑ-ի տարածած քարտեզը, որտեղ Շահումյանը մեր կողմից է, Աղդամը արդեն հանձնած է, Ֆիզուլին հանձնած է, պատերազմի 5-րդ օրն է, 4 օր հետո պատերազմից, ուրեմն Ջաբրայիլը հանձնած է, Ֆիզուլին հանձնած է, Աղդամը հանձնած է, Ես քարտեզը այն ժամանակ եմ տեսել ու հրապարակել։ Ես էլ այդ վիդեոն ձեզ եմ ցույց տալի, հիմա այդ վիդեոն մի հատ ձենը բարձրացնեմ, որ լսեք։ Այդ ժամանակվանից արդեն կասկածը սիրտս էր, չնայած միջև էլ սիրտս էր, բայց ավելի մեծ վախ ընկավ։ Գործունեություն իրականացնելու համար ցուցաբերել է այլ օգնություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնխելիության եւ արտաքին անվտանգության։ Այսպես, քրեական գործով որպես մեղադիր Այդ քարտեզը տեղից է, էս էլ ազգային անվտանգության պաշտոնական կայքը։ Տեսակ։ Իրանց պաշտոնական կայքը։ Միջև հիմա այդ վիդեոն իրանց կայքում է։ Իվանաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնխելիության եւ արտաքին անվտանգության։ Այսպես, քրեական գործով որպես մեղադրյալ ներգրաված անձ։ Տեսակ։ Իսկ ստե ասում էին եկեք, մեզի կոնկրետնի թիվ է պետք, կոտորել,
որ չասեն դավաճան, բայց այդ տղեկը համոզմունքի համար էին գնում, գաղափարի համար էին գնում, այն համոզմունքի, որի կենդանի շարունակությունը հետևյալն է, սրանք պիտի կանգնեն արդարադատության առաջ ու ծնկի եկած երկու ոտով, ու ծնկի պիտի գան ոչ թե սեփական հանցակիցների, կուսակիցների առաջ, այլ ծնկի պիտի գան արդարադատության առաջ։ Եվ վերջում պիտի էլի հիշացնեմ, երեք կարդացել եմ, այսօր էլ պիտի կարդամ, հիմնադիր զավակներ նախաձեռնության, սահմանադրության սպասվելիք նախագծի նախաբանը, պրեամբուլան։ Մենք անվանադիր Հայկ Աղեղնավորից ծերող կյանքի և մշակույթի ժառանգներս ընդունում ենք Արարչի կողմից մեզ տրված առաքելությունը լինել և շարունակվել։ Ճանաչելով մարդու ազատությունը, կյանքի, սեփականության, հայրենիքի և յուրահատուկ լինելու իրավունքը, անձնական և ընտանեկան երջանկության հետապնդումը, որպես բացարձակ արժեքներ և դրանց իրագործումը որպես արդյունք մարդկային ներդաշնակ համակեցության, ինչպիսին է Հայաստանի Հանրապետությունը, որտեղ մարդիկ համախմբվում և համակարգվում են յուրաքանչյուրի կարիքները հոգալու, բնական իրավունքներն ապահովելու և ազատությունը երաշխավորելու համար։ Եվ ահա, արդարադատության, ներքին հանրային անդորի, արտաքին ոտնձգություններից միասնական պաշտպանության, համընդհանուր բարեկեցության տեսիլով, իսեր հայրենականի, մեզ ու մեր սերունդների համար հաստատում ենք Հայաստանի Հանրապետության այս սահմանադրությունը։ Գիշերը, որ կգնաք քնելու, գլուխներդ բարձի դնելուց, մի րոպե լռությամբ հարգեք այսօրվա հերոսների հիշատակը։ Նահատակներ են նրանք, ովքեր ընկել են հանուն գաղափարի, հանուն համոզմունքների, որի կենդանի շարունակությունն է, սրանք սկզբից մինչև վերջ պիտի կանգնեն արդար դատարանի ու արդարադատության առաջ, սրանք պիտի ծնկի գան արդարադատության առաջ։ Շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։